Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեծը ակտիվացել Զանգեզուրից է խոսում, փոքրը ռազմական արսենալն է համալրում։ Պակիստանի վարչապետին էր ընդունում անցած շաբաթ Էրդողանի ինկերակցությամբ, Լաչինում օդանավակայան բացում, արդեն երրորդը, իդեպ պատերազմից հետո։ Ավելի ուշ իմացանք, որ նա զենք է սպասում Պակիստանից, կործանիչների առաջին խմբականակը շուտով Բաքու կհասնի։ Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարարը, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը։ GF-17 կործանիչ ռմբակոծիչը Պակիստանի եւ Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերը եւս համալրված են այդ օդանավերով։ Դրանց ձեռքբերման մասին ադրբեջանցիները խոսում են 21-ից։ Պակիստանի վարչապետ Շարիֆն Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսեց Պակիստանում 2 միլիարդ դոլարի ադրբեջանական ներդրումային ծրագրերի ու դրանց առնչվող համաձայնագրերի մասին։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ընդհանուր առմամբ Ադրբեջանը կազմակերպել է մոտ 20, այսինքն 2 տասնյակ անհատական եւ համատեղ զորավարժություններ, ընդ որում զորավարժություններ կազմակերպվել են համատեղ հիմնականում թուրքական կողմի հետ, բայց ոչ միայն, նաեւ Պակիստանի հետ են կազմակերպվել, վերջերս նույնիսկ իրանական կողմի հետ զորավարժություններ տեղի ունեցել։ Ոստի Ադրբեջանը ակտիվորեն մարզումների եւ արժանքների մեջ այդ տեսանկյունից, որը եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ իրենք շատ ավելի նպատակներ ունեն։ Պակիստանի վարչապետը հրճվանքով իր հիացմունքի մասին էլ հայտնեց, թե ինչպես է Ալիևը Արցախում մեջբերեմ խաղաղություն հաստատել։ Շարիֆը գիտի, թե ինչ խաղաղության մասին է խոսում, ինչ եղանակով է այդ խաղաղության կոչվածը հասել Ալիևը։ Շարիֆը գիտի, որ մինչև Արցախի հայաթափումը Ալիևը նույն Լաչինի բարձունքից ուղիղ սպառնում էր հայերին, հիշեցնում, որ այդ բարձունքից երևում են հայկական գյուղերը։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը եւ հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները եւ այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ, Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաեւ երևում են Հայաստանի գյուղերը։ Հիմա Էրդողանն Ալիևից առաջ է Զանգեզուր կոչվածի մասին բարձրաձայնում իր ակնկալիքների մասին խոսում։ Բառացի ասած Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Էրդողանի համոզմունքն է եւ այստեղ նա հայացքը Իրանին է ուղղել։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Զանգեզուրի միջանց կոչվող տերմինաբանությունը վերջին շրջանում ամենից ակտիվ է հենց թուրքական կողմն է օգտագործում։ Այդ հարցի հետ կապված ադրբեջանական ու թուրքական կողմերը ունեն ռազմական սցենար, ուղղակի այն դրված է դարակում, որպեսզի իրենց կարծիքով համապատասխան պահի կարողանան գործարկել։ Բաքվի սիրտը անխոչնդոտ առանց մաքսային հսկողության դեպի Նախիջևան ճանապարհ է ուզում։ Երևանը ինքնիշխանության մասին է խոսում, մերժում է միջանցքի տարբերակը։ Հոգ չէ, թե Էրդողանն ու Ալիևը որ դարակում ինչ են դասավորում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ, քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված հարցեր։ Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում այդ ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերող հարցերի շուրջ, այդ թվում Ստամբուլում ընթացող ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի մասին, ասված է հայտարարության մեջ։ Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում եւ Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնել են տեղի լրատվամիջոցները։ Ինչպես հայտարարել է վերանշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը, քանդելու են զգալի թվով ինքնակամ շինություններ։ Այդ կառույցները զգալի վնաս են հասցրել քաղաքների եւ շրջանների ճարտարապետական ոճին, գրել է նա։ ԱՄՆ-ն չի նախատեսում կրճատել իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում։ Այս մասին Վիլնյուսում կայացած անվտանգության գագաթնաժողովից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ընդգծելով, որ Ամերիկան շարունակում է լիովին հավատարիմ մնալ դաշինքի 5-րդ հոդվածի իր պարտավորություններին։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան եւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան եւս վստահեցրել են, որ Ամերիկայի զորքերի դուրսբերման վերաբերյալ տեղեկություններ չկան եւ ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում շարունակվում է համարվել հավաքական անվտանգության կարևոր բաղադրիչ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման համար, սակայն նախընտրում է Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության ուղիղ բանակցությունները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Թրամփը կողմ է երկու կողմերն ինքնուրույն նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նշել է, որ Ստամբուլում կողմերը հանդիպել են հենց Թրամփի կոչով, իսկ ընթացիկ բանակցությունների վերաբերյալ գնահատական կտրվի ավելի ուշ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ամերիկայի առաջարկները միջուկային բանակցություններում հակասում են Իրանի հիմնական սկզբունքներին, ընդգծելով մենք կարող ենք դիրքորոշման կարևորությունը։ ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջում է ամբողջական արգելք Իրանում ուրանի հարստացման վրա, ինչը Թեհրանը դիտում է որպես կարմիր գիծ։ Դիրքորոշումների տարբերության պատճառով բանակցությունների նոր փուլը հարցականի տակ է։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են 2024-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները, որոնք անցնում են Կենտրոնական բանկի ներկայացուցիչների եւ կառավարության անդամների մասնակցությամբ։ Հրավիրվածների թվում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նա 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս վարչապետը ներկայացրել է վիճակագրական ուշագրավ տվյալներ։ Մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Արարատ Միրզյանը շնորհավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Աննալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առիթով։ Միրզյանը գրել է X-ում. անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Աննալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առիթով եւ նրան հաջողություններ եմ մաղթում։ Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն, ՄԱԿ-ն ավելի ուժեղ եւ բազմակողմանի դարձնելու հարցում գրել է Միրզյանը։ Հաղթանակ թաղամասում ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում մայիսի 35 գիշերը հանգիստ չէր։ Վիճաբանություն, ծեծկրտուկ, հետ էլ մահվան ելքով վրաերթ է եղել։ Արդեն հետո պարզվեց, որ ամեն ինչ սկսվել է շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ ծագած պարզաբանումներից։ Հետո այդ պարզաբանումները վերածվել են ծեծկրտուքի։ Մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վրաերթից առաջ այստեղ մի իսկական մարտաֆիլմ է եղել։ Այդ ժամանակ անց իրավապահները պարզեցին, որ միջադեպի մասնակիցները մեքենաներով հետապնդել են իրար։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը BMW-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անիին եւ նրա 2-ամյա որդուն։ Ավելի ուշ Երևանի շտապօգնության կայանից հայտնել են, որ կինը գիտակցության չգալով շտապօգնության մեքենայում մահացել է։ Իսկ 2 տարեկան տղան ծայրահեղ ծանր տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այնուհետև վրաերթից հետո նշված BMW-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա էլ պարեկները հայտնաբերել են փոխված համարանիշներով Նիվա, որի վրա վնասված հետքեր են եղել։ Իրավապահները պարզել են, որ կեղծ համարանիշը պատկանում է Hyundai Sonata-ին, իսկ Նիվան կապ ունի 4-րդ գյուղում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկրտուքի ու մահվան ելքով վրաերթի հետ։ Մեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59 ավտոբուսը ամսի 1-ից էլ քասախ չի հասնում։ Գյուղի բնակիչները կանգառի փոխարեն փաստի առաջ են կանգնել գյուղամիջում հավաքվել ու քննարկում, ինչ պիտի լինի իրենց հարցը։ Ճանապարհը Երևան աշտարակ մայրուղու վերջին կանգառից մինչև գյուղ երկար է, տաքսիներով թանկ կնստի։ Գյուղի հնաբնակներից Արտյոմ Պապն ասում է, այստեղ այսպիսի բան չի տեսել, երբեք չի եղել։ Վետերան տղա ամբողջ ջեբերը սաղ դեղու դոկումենտ է, բայց ոչ միտեղ չի գնահատվում։ Հենց հիմա հատա ցույց տամ։ Սիդես վիրահատված 4-ած ստենդա դրած։ Ես ոնց 5 կիլոմետր ոտես բացեմ տենես վախենաս։ Ես ոնց 5 կիլոմետր գիշնեմ նստեմ տրանսպորտ։ Այն ասատենամ, ոնց գիշնեմ սնճազեղնելով, հա, ցաղորես կամ դեխամելով, հա։ Ես չեմ դու ես։ Նայ ամբողջ ջեբերից դեղեր են նայ։ Ահա, անեմ սաղ ցույց տամ։ Ջեբերից դեղերը։ Քասախցի այս կնոջ դարձն էլ աշխատանքն է, գործից 1, 2, 3 ուշացավ, հետո իր համար էլ քայլելը չէ խնդիրը, չի ալարում, ճանապարհն է դժվար անցանելի։ Մի բան էլ դեռ հիմա ամառ է, բայց ձմեռն էլ 7 սարի հետևում չէ։ Մի կողմ դրած, ինչքան դժվար է ճանապարհը բարձրանալ, փորձել եք բարձրանալ։ Եկեք իջնենք ներքև, հետո հետ բարձրանանք, դուք տեսեք ինչքան դժվար է։ Իջնելը հեշտ է, մենք իջնելուց չենք նեղվում, բայց բարձրանալ ահա որ անհարմարություն է։ Ձմեռն էլ իհարկե ես հիմա եմ ասում, բայց ձմեռը շատ դժվար է լինելու։ Սառած փողոցով ոնց իջնենք բարձրանանք։ Ով է ապահովում մեր անվտանգ իջնել բարձրանալը, ոչ մեկ։
Խնդրի լուծման հնարավոր 3 տարբերակ կար, մինչև այս քննարկումների առանցքում մեկն էլ ավելացավ։ Տարբերակ առաջին Քասախի համար առանձին մեքենա է կառավարությունը գնում, որը բնակիչներին գյուղամիջից 59-ի նոր վերջին կանգառ է հասցնում։ Երկրորդը գյուղապետարանը տրանսպորտային գիծ է ունենում, ինքն էլ հոգում իր կարիքները։ Երրորդ անհատ վարորդներն իրենց սեփական ավտոբուսներով գալիս են գյուղ, ուղևորը փոխադրում 50 դրամով, որն էլ մնում է իրենց։ Եվ մի հասարակ չորրորդ տարբերակ 59 գյուղ է վերադառնում։ Այստեղ տարբերակները քվեարկում են մի քիչ անսովոր ձևաչափով։ Ծափերի ուժգնությունն է քասախցիների դիրքորոշման ցուցիչը։ 59 համարը բարձրանում է Քասախ համայն։ Ներ համանքային տրանսպորտային միջոց ենք ունեն։ Եվ իհարկե գյուղաբնակներն ամփոփում են ամենաժողովրդավարական ձևաչափով։ Սան արձանագրվեց, որ Քասախ համայնքի պահանջը 59 համարի տրանսպորտային միջոցը համայնք բարձրանալն է։ Գյուղի ներկայացուցիչն այս ընտրությունը կհասցնի մարզպետին, համաձայնության են եկել այս ընթացքում։ Երևան աշտարակ մայրուղին չեն փակում, գնում են բանակցելու, դեռ մի բան էլ, որ երկու պաշտոնյա պաշտոնանք չանեն, թե ով այստեղ անուններ չեն հստակեցնում։ Բանակցություններից արդյունք չլինի, շաբաթ օրը մայրուղի դուրս կգան, քաղաք մուտքն ու ելքը կարգել են։ Մայրաքաղաքում նորից են գրակոծներ հնչել, այս անգամ Մանանդյան 29 շենքի բակում, հունիսի 2-ին։ Դեպքի վայրի ժամանակ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության եւ Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ 2 հոգի երազենային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Քրեական եւ համայնքային ոստիկաններն այդ շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, ինչպես նաեւ կրակված պարկուճի գնդակ ու առնանման հետքեր։ Սա գնդակն է կրակված, պարկուճը դարձավ կրակված։ Տարածքը ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն են սահմանազատել, մյուս հանգամանքները պարզվում են։ Եթե 2020 թվականին անչափահասների նկատմամբ 252 հանցագործություն է կատարվել, ապա այս տարի 2025-ի միայն առաջին եռամսյակում թիվը ճիշտ 240-ն է, այսինքն ընդամենը 12-ով պակաս 2020-ի ամբողջ տարվա ցուցանիշից։ Վիճակագրությունը ներքին գործերի նախարարությունից են փոխանցել։ Հստակ ցույց են տալիս թվերը, որ հարյուրներով տարեցտարի են ավելացել։ Առաջին կտրուկ աճը 2021-ից 22 թվականների միջակայքում է 268-ից 390, հաջորդ տարի միանգամից 786, արդեն 24-ին թիվը նվազում է, բայց միայն 32-ով։ Հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին։ Իսկ ընդհանուր առմամբ որն է թվելի ահռելի այս աճի պատճառը, իրավապաշտպանները միաբերան են շեշտում, ընդգծում պաշտպանական համակարգը ոչ թե մասամբ, այլ ընդհանրապես արդյունավետ չի գործում։ Առաջնային օղակը մասնավորապես հենց հոգաբարձուների եւ խնամակալության հանձնաժողովները նրանք պրոֆեսիոնալ մարմիններ չեն եւ հստակ երեխայի լավագույն շահից ելնելով որոշումներ չեն կայացնում։ Երկրորդ նաեւ բացահայտում շատ կա։ Առաջ օրինակ ընդհանրեք դա ցերիմացում, լատենտեր եւ այլն, իսկ հիմի բացահայտում շատ է։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն էլ արդեն ոչ թե երկնիշ, այլ երանիշ թվերով են։ 2020-ին 52, 2024-ին 111։ Մասնագետը խնդրին հակառակ դիտանկյունից է նայում, այս դեպքում ծնողները երբեմն շարունակում են լուռ մնալ։ Չի ուզում դիմի ոստիկանություն, չի ուզում դիմի պատկան մարմիններ, մտածում է, որ հանգարտ է երեխայի պատվի արժանապատվության խնդիր, հայկական պիտակավորման։ Իրավապաշտպանները կրկնում են, երեխաների պաշտպանությունը պետք է լինի տարին 365, երբեմն էլ 366 օր։ Այս տարի հայաստանցիների արտերկրում հանգստանալու հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Նախընտրելի ուղղություններն են Եգիպտոսը, Վրաստանը, Մոնտենեգրոն, ինչպես նաև եվրոպական երկրներ մուլտիվիզա ունեցողների համար։ Հատկապես նախընտրում են ծովային մաչելի հանգիստ։ Ներքին տուրիզմը հաճախ գնահատվում է թանկ։ Ամառային փաթեթների ամրագրումները սկսել են դեռ հունվարից, իսկ զբոսաշրջային պիկը սպասվում է հուլիս-օգոստոս ամիսներին։